Քայլում եմ գծերի վրայով։ Ինձ օգնում են վառ գույներ։ Ինչ են դրանք։ Նորից եմ կարդում։ Չունեմ ղեկ ու անիվներ, քայլում եմ գծերի վրայով։ Ղեկ ու անիվ չունի։ Ինչը չունի ղեկ եւ անիվ։ Էվա։ Ղեկ ու անիվներ ինչը ունի։ Ավտոմեքենան, այսինքն ավտոմեքենան չէ։ Ինձ օգնում են վառ գույներ։ Ինչ են դրանց անվանում։ Սուրեն։ Հայերեն ինչ են դրան անվանում։ Լուսացույց։ Բայց դա ունեն մի հատ դեղին գույն։ Դե գուշակ եկել ինչ կա դեպի մեջ։ Ռանի։ Կարմիր։ Անցումով անցնել։ Մի ժամանակ կարելի է անցումով անցնել։ Համաձայն եք։ Ոչ։ Մենք 10-ի ժամին ճանապարհային կանոնների մասին մի քիչ խոսել ենք, չէ՞։ Հələ տեսնենք ինչի է Ծիրանը շշփոթում, այստեղ էլի բան ունենք։ Որտեղ ամրացնենք։ Վերև եմ ամրացնելու, թե դրատախտակին հայտնվել։ Որ հասկանամ թե եք անցնելու։ Այսինքն մենք այսօր խոսելու ենք ինչի մասին։ Անցումների մասին ենք խոսելու։ Մենակ անցումների մասին կարող ենք մի ամբողջ դասաժամ անցումների մասին խոսել երեխաներին։ Հիմա եկեք գուշակ ենք մեր դասի թեման ինչն է լինելու։ Այո, ճանապարհային կանոնները, այո, ճանապարհային կանոնները։ Պահպանիր երթևեկության կանոնները։ Իսկ դասի վերնագիրն է երեխաներ։ Դասի մեր վերնագիրն է զգուշացիր ավտոմեքենայից։ Բայց ինչի պետք է ավտոմեքենայից զգուշանամ։ Վարորդը չգիտի, որ եթե հանկարծ վրայով ենթարկի, ազատազրկվելու է գնահատարներով ազատազրկման վայրում անցկացվի, վարորդը ուշադիր լինի, էլի լուսացույցի։ Մենք պետք է ուշադիր լինենք։ Այո։ Ինչու՞։ Վարորդները ուշադիր լինեն, ասանան։ Եթե մարդը չնա, որ մեքենա անցնում է, կարող է մեքենայի տանք Կյանքը թանկ է մեզ համար։ Բայց վարորդը բոլորովին մեղավոր չլիներ, բայց ճանապարհի կեսից մի հատ մարդ վազելով փողոց անցնում ու ինձ մեքենայի տակ, գիտեք չէ, որ ավտոմեքենան որպեսզի արգելակվի, որոշակի ժամանակ է։ Եթե վարորդը ուշ նկատի, կամ տվյալ մարդը շատ արագ վազելով անցնի, չի հասցնի արգելակվել, հասկացանք։ Այսինքն վարորդը կարող է մեղավոր չլինել, բայց ինչ-որ մեկը տուժի, ինքն էլ հետը տուժի չէ երեխաներ, հետևաբար պետք է ուշադիր լինեն, ովքեր։ Բոլորը, եւ վարորդները, եւ երեխաները։ Տեսեք, մենք այսօր այստեղ լրացնելու ենք ինչ գիտենք, ինչ ենք ցանկանում իմանալ, դասի վերջում այստեղ կգրենք այն, թե ինչ սովորեցինք։ Այդ գիտեք, չէ՞ լուսացույցի գույները։ Լուսացույցի գույները գիտեք։ Գիտեք, որ մեքենան վարող մարդուն անվանում են վարորդ։ Սովորեցիք, որ ոտքով փողոցն անցնող մարդուն ինչ ենք անվանում։
Հետիոտը։ Երեխաներ, իսկ սայլակ քշող մայրիկին, որ փողոցի սայլակը քշում է, երեխային սայլակով տեղափոխում է, ի՞նչ են անվանում։ Անհեծանիվը, երբ որ մեկը հեծանիվը տանում է, այսպես քայլելով հեծանիվի հետ տանում է, ի՞նչ ենք անվանում, գիտեք։ Նրանց անվանում ենք էլի հետիոտն, հավասարեցնում ենք հետիոտներ, որովհետև ինքը էլի քայլելով է անցնում։ Իսկ եթե հեծանվով է ճանապարհն անցնում, ի՞նչ են անվանում։ Հեծանվով, այո, հեծանվով դա այս սովորեցիք, չէ՞ երեխաներ։ Այո։ Իսկ եթե մոտոցիկլետով է գնում, մոտոցիկլետ վարողին ի՞նչ ենք անվանում։ Մոտոցիկլավար, այո, հեծանվով, մոտոցիկլավար, հետիոտը վարող։ Դրանք հիմնական դերակատարներն են, չէ՞, յոթերեկության։ Շատ լավ։ Իսկ ինչ գիտեմ փողոցն անցնելու կանոնների մասին, գիտեք որևէ բան, ո՞նց են փողոցն անցնում երեխաներ։ Ձեռքով եք պատասխանում։ Սամվել ջան, ասա։ Լուսացույցին նայելով, լուսացույցին նայեցինք դեղին է, իրան ուշն ասում է դեղին է իրավունք ունի, թող անցնի փողոցը։ Բա ինչպես պետք է անցնի։ Ձեռքով եք ասում, Մարիա ջան։ Այսինքն մենք գիտենք լույսերը, չէ՞, գիտենք, որ լույսի դեպքում ենք անցնելու, իսկ ցանկանում եք իմանալ նշանները ճանապարհային։ Գիտեք, որ շատ ճանապարհային նշաններ գոյություն ունեն։ Իհարկե դուք եք բոլորը ձեզ պետք չի, բայց հիմնական մի քանի նշաններ դուք պետք է իմանալ։ Մեր թաղամասում ես ուշադիր եմ եղել, շատ ճանապարհային նշաններ չկան, բայց մի հատ կա, այն գրաֆիկ երեխաներ։ Իսկ ով պետք է ճանապարհային կանոններին հետևի։ Ով պետք է հետևի, Սուրեն ջան։ Միայն վարորդների համար են այդ կանոնները գրել։ Բավական համար։ Մարդկանց, վարորդների, իսկ ուղևորով է կոչվում ուղևոր։ Ո՞ր կասել ուղևոր։ Ասա ինչ։ Ով որ տանում է, ով որ գնում է ոտքով։ Հետիոտն է, ուղևորը չի։ Ասա Սամվել։ Ով որ ավտոբուս։ Այո, ավտոբուսով, ավտոմեքենայով տեղաշարժվող մարդը դա ուղևորն է։ Իսկ ուղևորների համար կան կանոններ ձեր կարծիքով։ Օրինակ ուղևորն ինչ չպետք է անի։ Կարելի է ավտոբուսի մեջ թափել։ Ճիշտ ես ասում, իհարկե։ Ով պետք է մեր հետ տապել։ Հարյուրավոր մարդիկ է չէ բարձրանում։ Էլի չի կարելի անել, արեն։ Ամեն գոռա։ Չի կարելի շատախոսել։ Բարձր որ խոսենք ինչ կլինի։ Շատ ապրես, կեցես վարորդը կարող է իրարանցում լինի, չի ասենք երկու հոգի իրար հետ օրինակ վիճաբան է, մի հատ էսպես է շրջինայի ինչա պատահում, ասում կարող է վթար տեղի ունենալ։ Այո, չի կարելի շեղել վարորդի ուշադրությունը, բարձր խոսել, Սուրեն ճիշտ էր ասում, բայց դու էլ եք այդ բանին գոռում, չէ՞, պետք է ձեռք բարձրացնեին։ Բարձր խոսել չի կարելի, մենք իրավունք ունենք մեր կողքին ինտերություն պատճառելու։ Չէ՞, քաղաքավարության կանոնների մեջ էլ չէ դա մտնում։ Ինչի պետք է մի ուրիշի ձեր խոսակցությունը լսի։ Շատ լավ։ Հիմա երեխաներ, եկեք ծանոթանանք մի քանի ճանապարհային նշանների։ Դրանք շատ կարևոր են, որպեսզի դուք իմանաք եւ զգույշ լինեք։ Հիշում եք մեր նախորդ թեման վտանգների մասին էր, չէ՞։ Այսինքն վտանգները կարող է լինել տանը, այլ որտեղ կարող է վտանգներ լինել։ Դրսում, փողոցում, անգամ լողավազանում։ Հիմա մենք ուզում ենք մեզ ապահովագրել փողոցում հանդիպող վտանգներից, չէ՞։ Այդ դրա համար են մեզ նշանները պետք։ Սա արդեն ծանոթ նշաններ, չէ՞ երեխաներ։ Այո։ Անցում է շատ ապրում։ Ինչ է կոչվում այս նշանը։ Հետիոտնային անցում։ Այս դա ինչ է նշում է ծանոթ այս նշանը։ Ձերքով Սուրեն ջան ասա։ Կանգարի կետ, այսինքն դուք կանգարում պետք է սպասեք, չէ՞ տրանսպորտին, փողոց չի կարելի դուրս գալ, մայթեզրին կանգնել չի կարելի, հենց կանգարի կետում մենք պետք է սպասենք մեր տրանսպորտային միջոցին։ Մյուս տեսա ինչ է երեխաներ։ Հիմա բայց տեսնում եք, որ կարմիր շրջանակի մեջ է։ Այո։ Ինչ է դա նշանակում։ Չի կարելի փողոցում քշել։ Այո, որովհետև մենք տեսանք, չէ, կարմիր գույնը արգելող գույն է։ Նշանի մեջ հենց կարմիր գույնը տեսանք, ուրեմն արգելվում է հեծանիվ քշել տվյալ ճանապարհով։ Արեն ջան, կանգնիր, ինչ է նշանակում այս նշանը։ Այս նշանը նշանակում է,
Ո՞ք հեծանիվով չի կարելի։ Արգելվում է հեծանիվ վարել դրա ճանապարհին։ Հա երեխաներ։ Այո։ Իսկ կանգառներ կան տարածքներ, օրինակ կամուրջների վրա, կամուրջների տակ, խաչմերուկներում շատ կան։ Մեքենան կայանել չի կարելի, հասկացանք երեխաներ։ Հենց այստեղ կայանեցի տուգանքը հաստատ կնշանակվի։ Եվ մնաց մեկ նշան, տեսնենք ինչ նշան է սա։ Հեծանիվ գալի է։ Ինչի՞ց իմացար Արեն ջան։ Ասա Արեն ջան։ Որովհետև կապույտ է վարում, կարմիր չի վարում։ Այստեղ ոչ մի բան չի վարվում, այդ նշանը կապույտի վրա են, չէ՞, ստեղծել։ Այո, կապույտը նշանակում է կարելի է, թույլատրվում է։ Կարմիրը նշանակում է, արգելվում է։ Հիմա մենք ճանապարհային նշաններ շատ ունենք, բայց այսօր ես ուզում եմ ձեզ ծանոթացնել դրանցից երկուսին՝ թույլատրող նշաններ եւ արգելող նշաններ։ Կարմիր գույնը արգելող նշաններն են, կապույտ գույնով թույլատրող նշաններն են։ Հիմա, որպեսզի մենք հասկանանք, դուք արդյոք յուրացրեցիք նյութը, եկեք մի քանի իրավիճակներ քննարկենք, այդ իրավիճակներից հետո կանենք մեր խմբային աշխատանքը։ Ես ձեզ բաժանում եմ այս քարտերը։ Եթե իրավիճակը ճիշտ է, վարքագիծը փողոցում ճիշտ է, բարձրացնում եք կանաչ, գիտեք, չէ՞ երեխաներ։ Իսկ եթե սխալ է, բարձրացնեք կարմիրը։ Ցույց տվեք, չեմ ուզում բառեր լսել, բառեր չեմ ուզում լսել։ Ձեռքերը բաց հեծանիվ է վարում։ Ես էլ եմ եկա։ Այո, ճիշտ է, սխալ վարքագիծ է, շատ ահռելի։ Չեն խորհի։ Նայում ենք։ Ավտոբուսի դիմացով շրջանցում է փողոցը, տեսեք, երթևեկությունը այստեղ մոտիկ ավտոմեքենա կա։ Ճիշտ վարքագիծ է։ Ոչ, փակի մյուս գույնը, Արեն ջան, որ ես իմանամ, դու հստակ գիտես։ Շատ ահռելի, ճիշտ է։ Մյուսը։ Արդեն հետևանքը հուշում եք, ճիշտ վարքագիծ է փողոցը։ Տեսնեմ։ Ահա, ապրեք, ճիշտ է, սխալ վարքագիծ է։ Տեսեք, երեխաներ կան սիրում են մեքենաների հետևից կարճել եւ այդպես մեքենայի հետ գնալ։ Վարորդը կարող է անգամ նկատած չլինել։ Հանկարծ աշկերակի, հանկարծ աշկերակի կամ հետ վարի, Կարող է բանանի, տորը դեպքի, այո, ունի։ իհարկե։ Անում են երեխաներ, բան չեն անում երեխաներ, հելենայք, ճիշտ վարքագիծ է։ Քարտը բացած տեսնեք։ Այո, ով է ուզում խոսել։ Աս Արման ջան։ Ավտոյի մոտ եմ խաղում։ Ավտոմեքենայի մոտ է խաղում, այո, տեսեք։ Փողոցի երթևեկերի հատվածում են խաղում։ Բա որտե խաղան, երեխաները ինչ խորհուրդ կտա։ Աս Ամարի ջան։ Այո, գնացեք բակում հարկավոր է խաղալ, որ ապահով լինի, բայց բակում էլ է շատ անվտանգ։ Այո։ Շենքերի բակում մեքենաներ չեն լինում։ Պետք է զգույշ լինի, չէ՞, որովհետև այնտեղ են մեքենաներ լինում։ Ահա։ Տեսնեք սա։ Հետևելով լուսացույցի գույներին կպահպանեք ձեր կյանքն ու առողջությունը։ Համաձայն եք։ Այո։ Համաձայն եք։ Քարտերը տալիս եք ինձ։ Կարդում եք, քննարկում եք, չեք ակնքում, այստեղ ունեք նշաններ, սոսրձեք ճիշտ տեղերում, իրար հետ խոսում ենք շշուկով։ Խմբի ավակն է Անահիտը, ձեր խմբում Հրաչյանն է, բոլորի կասիքը լսում եք, բայց չի կա։
Լավ, նստիր։ Երեխաներ, հիմա ներկայացնում ենք իրավիճակ 1. Սխալ վարքագիծ պետք է ցույց տա։ Սխալ վարքագիծ է ցույց տալու, եթե սխալ կլինի ոստիկանը պետք է համապատասխան արձագանք տա։ Իր բերանից, բայց մի անգամ կանես։ Գնաց, սկսի։ Սամվել հետո դու չէ։ Մեծահասակների հետ ճանապարհը անցնելիս Ինչ պետք է անել։ Կարելի է վազել։ Չի կարելի վազել։ Ինչ պետք է անել։ Պետք է բռնել մեծահասակի ձեռքը, պետք փողոցը անցնելիս նայել լուսացույցին։ Հասկացա՞ր։ Կլսես մեծահասակին այսօր։ Իրավիճակ 2. Իրավիճակ 2. Իրապե, լուսացույց։ Ուշադիր եք։ 1, 2, 3։ Ականջականներով Փողոցն անցնել։ ականջականներով փողոցն անցնել չի կարելի։ Այո, վտանգավոր է։ Կհիշես։ Իրավիճակ 3։ Ինչի՞ց սա ունենք անում։ 1, 2, 3, 1, 2, եւ չեր էլ նայում, տեսեք լուսացույցին անգամ չնայեց։ Հեռախոսը շեղում է։ Հեռախոսը շեղում է մեր ուսադրությունը։ Կհիշես Մարիա ջան։ Երեխաներ կարելի է հեռախոսով ճանապարհ անցնել։ Ինչ ուղերձություն եք, ասա։ Եթե դուրս ես, ապա հով ես։ Եթե չես տամ, անվտանգ ես։ Այո։ Եթե Եթե պապանում ես կանոնները, պաշտպանում ես և քեզ և մյուս։ շատ ապեր, լավ, հետո երեխաներ, հիմա եկեք ամփոփենք։ Մենք այսօրվա դասից ինչ սովորեցինք։ Լուսացույցի գույները գիտեինք։ Անցնելու կարգը գիտեինք, չէ՞ երեխաներ։ Ինչ սովորեցինք այսօրվա ընթացքում, ասաներ ջան։ Մենք սովորեցինք, որ փողոցը միշտ մեքենաներն է, իսկ անցումները մեկ մեքենաներն են, մեկ մարդկանց։ Լուսացույցը հենց դրա համար, որ կարգավորի թե ում հերթ։ Այո, փողոցը միշտ մեքենաներին է, իսկ անցումները մեկ մեքենաներին է, մեկ մարդկանց է։ Պետք է նայենք լուսացույցի, Մարիամ։ Եթե պահպանում ես կանոնները, պաշտպանում ես և քեզ և Այո, ապրել։ Ինչ որոշեցիր, այո, ինչ դու որոշեցիր։ Ինչ վարքագիծ ես դրսևորել,